Բարև ձեզ, օրվա լրահոսից կարևոր նորություններն է ներկայացնում Հորիզոն լրատվականը 31 հուլիսի ուրբաթ։ Այսօրվա առավոտյան իրավապանները խուզարկություն են իրականացրել ուժեղ Հայաստան կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի առանձնատանը։ Նարեկ Կարապետյանը լրագրողների հետ ունեցած շփազրույցում հայտնել է, որ խուզարկություններն ավարտվել են։ Իրավապանները հեռացել են առանձնատնից ոչինչ չեն առգրավել։ Քննչական կոմիտեից պարզաբանել են, որ քննչական գործողություններն իրականացվել են ուժեղ Հայաստան կուսակցության խորհրդի անդամ Ալեքսան Ալեքսանյանի քրեական վարույթի շրջանակում։ Հիշեցնենք, որ գործը վերաբերում է հավաքների մասնակցելու համար անձանց նյութապես շահագրգռելուն եւ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացմանը։ Կարապետյանի փաստաբան Արամ Վարդևանյանը հայտարարել է, որ գործի նյութերում իր պաշտպանյալի դեմ փաստական տվյալներ չկան։ Ըստ Նարեկ Կարապետյանի այսօրվա խուզարկությունը հերթական քաղաքական ճնշման փորձն է կուսակցության նկատմամբ։ Այսօր հոբելյանական չեմ հիշում, որ երրորդ խուզարկությունն էր մեր տանը։ Հա, շնորհակալություն։ Էլի ինչ որ նախորդ անգամներ էր, չգիտեմ, ման են գալիս։ Ինչ որ բաներ տարել են։ Ինչ որ կարող է այն բաները, ինչ որ իրանց կարար հետաքրքրել, բայց ամեն անգամ նույն պատմությունն է, այտենց ինչ որ։ Չէ, ոնց որ ինչ որ բան այտենց չվերցրել։ Իսկ ինչքան տևեց բանում է։ Բան չի, էլի ոնց որ տեխնիկական ավելի շատ նախաքննական process-ով պայմանավորված կան սահմանափակումներ, բայց կարող եմ ասել, որ ինչ որ բան չեն տարել։ Դուք ինչ եք մտածում կներեք, դուք ինչ եք մտածում պարոն Կարապետյան, օգոստոս 2-ին, երբ ազգային ժողովը գումարվի, հետո դատախազը կգա ձեր հետևից հետո։ Չգիտեմ, կարա գա, կարա չգա, ոնց իրանք ուզում են։ Իսկ դուք այս ամբողջ process-ի հետ կապված ինչ գնահատական ունեք, պարոն Կարապետյան։ Պարզ արտահայտված քաղաքական գործունով, քաղաքական գործունեությամբ զբաղվող մարդկանց փաստորեն արգելվում է քաղաքականությամբ զբաղվել։ Ուղղակի ամեն ինչի պատճառը քաղաքականությամբ զբաղվելն է։ Չկա որևէ այլ պատճառ, ու սա է հիմնական այն ամբողջ այս պատմության հիմքը։ Ուզում է ասել, որ մարդ քաղաքականությամբ չզբաղվի, բացի իմ կողմից նշանակված սատելիտներին։ Դա այդպես չի կարող լինել, որովհետև մենք պետք է մեր երկրում քաղաքականությամբ զբաղվենք, որտեղ ինքը սխալ ճանապարհով է տանում, ինքը հիմա էլ է սխալ ճանապարհով տանում։ Մեր հասարակության մեծ մասը արդեն համաձայն է, բայց ինչ որ մաս իրեն դեռ աջակցում է, բայց չգիտի, որ սխալ ճանապարհ է մարդը տանում։ Այսինքն սրում է հարաբերությունները։ Երեկվա իր խոսքերը հիշում եք, երեք մի քանի միլիարդ մենք պահանջ ունենք, ինքը սրում է, նույն ձև ինքը Ադրբեջանի նախագահի հետ էր այն ժամանակ խոսում։ Ինչ եղավ, ինչ ստացանք, ինչ կերանք։ Ռուսական երկաթուղիների գլխավոր տնօրենը արձագանքել է Հայաստանի վարչապետի երեկվա հայտարարությանը։ Օլեգ Բելոզերովը հայտնել է, որ ռուսական երկաթուղիները հետևողականորեն եւ լիովին կատարում են իրենց պարտավորությունները։ Նշել է, որ ռուսական երկաթուղիները մտադիր են պահպանել Հայաստանի հետ երկաթուղու կոնցեսիոն պայմանագրով կնքված պայմանները, եթե պայմանները փոխվեն կամ դադարեցվեն, նրանք իրավունք ունեն ակնկալել իրենց ներդրումների վերադարձ։ Ավելի վաղ վարչապետը հայտնել էր, որ կառավարությունը պատրաստ է գնալ արբիտրաժ ռուսական ընկերությունից հայկական երկաթուղիների կառավարումը ետ ստանալու համար, եթե չհաջողվի խնդիրը լուծել բարեկամաբար։ Ավելի վաղ փետրվարին նա առաջարկել էր, որ Ռուսաստանը կոնցեսիոն կառավարման իրավունքը փոխանցի Մոսկվային եւ Երևանին բարեկամ որևէ պետության, այդ շարքում նշելով Ղազախստանը, Արաբական Միացյալ Էմիրությունները եւ Կատարը։ Պատմական համաձայնություն Պաղեստինյան Համաս ռազմական խմբավորման զինաթափման շուրջ։ Այս մասին է հայտարարել Ամերիկայի նախագահ Թրամփը, նշելով, որ դա ձեռք է բերվել Եգիպտոսում միջնորդների մասնակցության բանակցությունների ընթացքում։ Թե Վաշինգտոնը դա ներկայացնում է որպես խաղաղության ճանապարհ բացող քայլ, Համասը խոսում է միայն բանակցային առաջընթացի մասին, իսկ Իսրայելը դեռևս վերջնական համաձայնություն չի տվել։ Ինչ է նախատեսում առաջարկվող ծրագիրը, որքանով է այն իրատեսական։ Մի քանի շաբաթ է, որ Եգիպտոսում ընթանում էին Գազայում պատերազմի դադարեցման ամերիկյան ծրագրի երկրորդ փուլի շուրջ բանակցությունները։ Այն նախատեսում է ինչպես պաղեստինյան զինված խմբավորումների զինաթափում, այնպես էլ իսրայելական բանակի փուլային դուրսբերում Գազայի հատվածից։ Այդ խնդիրը կարգավորելու համար ամիսներ առաջ նույնիսկ նոր կառույց ստեղծվեց՝ Խաղաղության խորհուրդը, եւ Միացյալ Նահանգների նախագահը այժմ հայտարարում է այդ բանակցություններում ձեռք բերված պայմանավորվածության մասին։
Այսօր խաղաղության խորհուրդը հասավ պատմական համաձայնության համասև Գազայի բոլոր մյուս զինված խմբավորումների ամբողջական զինաթափման վերաբերյալ։ Սա հսկայական քայլ է դեպի տևական խաղաղություն եւ անվտանգություն։ Այս համաձայնությունը վճռորոշ քայլ է դեպի այն, որ Գազան վերջապես կառավարվի նոր պաղեստինյան կառավարության կողմից, որը սերտորեն կհամագործակցի խաղաղության խորհրդի հետ, աջակցելու պաղեստինցի ժողովրդին։ Միևնույն ժամանակ Իսրայելը կստանա այն անվտանգությունը, որին արժանի է, իսկ Գազան այլևս չի օգտագործվի որպես ահաբեկչական հարձակումների հենակետ։ Բանակցություններն ընթացել են Կատարի, Թուրքիայի, Եգիպտոսի միջնորդությամբ։ Նրանց Թրամփը շնորհակալություն է հայտնել եւ խոսել ծրագրի մանրամասներից։ Սա Թրամփի 20 կետանոց ծրագրի իրականացման կարևոր հանգրվաններից մեկն է։ Համաձայնագիրը կիրականացվի մանրակրկիտ մշակված փուլերով։ Զինաթափման ավարտին զուգահեռ իսրայելական զորքերը դուրս կբերվեն, իսկ միջազգային կայունացման ուժերը նոր պաղեստինյան ոստիկանության հետ համատեղ կստանձնեն Գազայի անվտանգության ապահովման պատասխանատվությունը, ինչպես նրա բնակիչների, այնպես էլ հարևանների համար։ Նախագծի համաձայն Համասը փուլերով կհանձնի իր սպառազինությունը, կվերածվեն ռազմական թունելներն ու ռազմական ենթակառուցվածքները, իսկ Գազայի կառավարումը կանցնի նոր քաղաքացիական տեխնոկրատական վարչակազմին։ Միաժամանակ նախատեսվում է միջազգային ուժերի տեղակայում եւ Գազայի վերականգնման լայնածավալ ծրագիր։ Համասը հաստատել է, որ Միացյալ Նահանգների հետ համաձայնություն է ձեռք բերել։ Բանակցություններում էլ առաջընթաց կա, սակայն խոսքը դեռ վերջնական համաձայնագրի մասին չէ։ Շարժման ներկայացուցիչների խոսքով ցանկացած զինաթափման գործընթաց հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե Իսրայելը կատարի հրադադարի եւ զորքերի դուրսբերման վերաբերյալ իր պարտավորությունները։ Կազմակերպությունը նաեւ պնդում է, որ Գազայի ապագա կառավարման անվտանգության հարցերը պետք է որոշվեն պաղեստինյան կողմի եւ միջազգային միջնորդների մասնակցությամբ։ Իսկ զինաթափումից հետո զենքը պիտի մնա պաղեստինյան հսկողության ներքո։ Վերջին օրերի ընթացքում Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Միացյալ Նահանգներում էր։ Նա հանդիպում էր ունենում Միացյալ Նահանգների նախագահի եւ բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ, քննարկելով տարածաշրջանային հարցերը։ Հիմնական ուշադրությունը ուղղված էր Իրանին, բայց նաեւ Գազայի հարցն էր քննարկվում։ Ըստ ամենայնի Գազայի վերաբերյալ Միացյալ Նահանգների նախագահի նախաձեռնությանը աջակցելու նպատակով Իսրայելը հայտարարեց, որ համաձայն է թույլատրել բազմազգ անվտանգության ուժերի տեղակայումը Գազայի հատվածում Թրամփի խաղաղության ծրագրով նախատեսված ձևաչափով։ Բայց Համասի զինաթափման հավանականության մասին Թրամփի այս վերջին հայտարարությանը Իսրայելը դեռ չի շտապել արձագանքել։ Ավելին, ամերիկյան պաշտոնյաները կարծում են, որ Իսրայելը թերահավատ է, որ Համասը իրականում կզինաթափվի։ Բուն Գազայում իրականությունը դեռևս հեռու է համաձայնագրով նախատեսված նպատակներից։ Համասը շարունակում է մեղադրել Իսրայելին հրետակոծությունների եւ խաղաղ բնակիչների զոհվելու համար, պահանջելով անհապաղ դուրս բերել իսրայելական զորքերը Գազայի հատվածից։ Անկլավի առողջապահական համակարգի ներկայացուցիչների տվյալներով հինգշաբթի իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 6 մարդ, այդ թվում 2 երեխա, 1 կին եւ 3 տղամարդ։ Իսրայելի բանակը իր հերթին հայտարարել է, որ հարվածներ է հասցրել Համասի զինյալներին։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն նախկինում հայտարարել էր, որ մտադիր է ընդլայնել իսրայելական զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող Գազայի հատվածի տարածքը, այն հասցնելով շուրջ 70%-ի։ Գազայի հարցերով խաղաղության խորհրդի ներկայացուցիչը հայտարարել է, որ կարգավորման գործընթացի համար տրված է 200-ից 320 օր։ Սակայն ամերիկացի պաշտոնյան թերահավատորեն է գնահատել այդ ժամկետները, նշելով, որ իրականացման տևողությունը կախված կլինի իրավիճակի զարգացումից եւ կողմերի ստանձնած պարտավորությունների կատարումից։ Քրիստիան Լագուլյան, Հորիզոն։ Ուկրաինական զինուժը դարձյալ թիրախավորել է Վալբերիսի լոգիստիկ օբյեկտ այս անգամ Վոլգոգրադում։ Հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել տեղում, աշխատում են հաշետ ջոկատներ։ Նախնական տվյալներով տուժածներ չկան, հայտնել են Վալբերիսի եւ Ռուս միավորման ընկերության մամուլի ծառայությունից։ Ընկերության ներկայացուցիչների խոսքով լոգիստիկ շղթաները վերակազմավորվել են, իսկ մատակարարումներն ընդունում ու պատվերների առաքումը իրականացնում են այլ օբյեկտներում։ Երկու կողմերն էլ հայտնել են միմյանց ուղղությամբ անօթաչուներով զանգվածային հարվածների մասին։ Արդյոք Միացյալ Նահանգների նախագահը կարտոնի Ուկրաինայում Patriot համակարգերի հրթիռների արտադրությունը։ Financial Times-ին տված հարցազրույցում Թրամփ հայտարարել է, որ դեռևս վերջնական որոշում չի կայացրել, թույլատրել թե ոչ Ուկրաինային արտադրել Patriot հակաօդային պաշտպանական համակարգերի հրթիռներ։ Քննարկում ենք այդ հարցը, ես վստահ չեմ, հայտարարել է Թրամփը։ Այս հայտարարությունը որոշակի անորոշություն է ստեղծել, քանի որ հուլիսի սկզբին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում Ուկրաինայի նախագահ Զելենսկոյի հետ հանդիպումից հետո հայտարարվել էր, որ Վաշինգտոնը պատրաստ է քննարկել Patriot հրթիռների արտադրության լիցենզավորումը։
ֆինանսավորման հարցը։ Զելենսկու խոսքերով թեման կրկին քննարկվել է նաև այս շաբաթ Վաշինգտոնում կայացած հանդիպման ընթացքում, որտեղ Ամերիկայի նախագահը դրական էր արձագանքել ուկրաինական առաջարկին, բայց այժմ Թրամփն ասում է, որ Patriot-ը բացառիկ ռազմական տեխնոլոգիա է։ Նման համակարգերի արտադրության լիցենզիաների տրամադրման հարցում անհրաժեշտ է առավելագույն զգուշավորություն, եւ իրենք էլ նման սարքավորումների համար սովորաբար լիցենզիաներ չեն տրամադրում, նշել է Միացյալ Նահանգների առաջնորդը։ Մեզնից յուրաքանչյուրի օրը սկսվում եւ ավարտվում է սմարթֆոնի էկրանի առջև։ Մեր ժամանակներում սոցիալական ցանցերն այլևս ժամանց չեն։ Դրանք զուգահեռ իրականությունն է, որում ապրում ենք բոլորս։ Բայց եւ ընձեռած հնարավորություններին զուգահեռ աճում են նաեւ ռիսկերը։ Ամենախոցելի երեխաներն են դեռահասները, որոնք հատկապես արձակուրդներին ավելի շատ ժամանակ են անցկացնում սոցցանցերում։ Որոշ երկրներում այդ տարիքային խմբերի համար սոցցանցերից օգտվելու արգելք է կիրառվում, բայց մասնագետները նշում են, արգելելը լուծում չէ։ Ռիլս եմ թերթում, հետո էլ երևի սելֆի կանեմ, որ պոստանեմ։ Ծանոթ է հնչում, չէ։ Իրականում դրանք մի քանի վայրկյան խլող գործողություններ են, բայց եթե գումարենք, ապա միջինում յուրաքանչյուրս այդ գործողությունների վրա 4-ից 5 ժամ, իսկ դեռահասներն ու երիտասարդները կրկնակի ու եռակի շատ են ծախսում։ Հարցն այն չէ, որ այսօր տեխնիկա ու տեխնոլոգիա շատ ենք կիրառում, այլ այն է, արդյոք գիտակցում ենք, թե մենք ենք կառավարում սրանց, թե սրանք մեզ ու մեր ժամանակը։ Facebook, Instagram, YouTube, Telegram, TikTok շարքն անվերջանալի է։ Սոցցանցերում է անցնում մեր կյանքի ու ժամանակի զգալի մասը։ Աշխարհը դարձել է վիրտուալ միջավայր, ամեն բան հնարավոր է առանց տնից դուրս գալու։ Բավական է ունենալ հեռախոս։ Սոցիալական ցանցերն այլևս ժամանց չեն, այլ զուգահեռ իրականություն, որտեղ մարդու կյանքը հեշտացնելուց բացի վտանգավոր ազդեցություն ևս ունեն։ Ամենամեծ բացասական կողմը կարող է հանդիսանալ շատ հաճախ օգտագործելը եւ կտրվելը իրական կյանքից ու այստեղ նաեւ առաջանում է մի հատ մեծ բաց, որը կարելի է կոչել շփման ու իրական կյանքի, իրական մարդկանց հետ կապի բաց։ Ազդում է մեր տեսողության վրա, որովհետեւ այդ իրոք մենք չենք նկատում այդ խնդիրը, բայց ինքը լուրջ խնդիր է, որովհետեւ երկար ժամանակ օգտագործելուց մի օր այդ խնդիրը արդեն ակնհայտ է դառնալու, ինչպես նաեւ այն, որ մենք մեզ վարժեցնում ենք շատ հեշտի վազելու, այսպես ասած։ Ամառային արձակուրդներ են, իսկ դեռահասների մեծ մասի օրը սկսվում ու ավարտվում է հեռախոսների մեջ։ Այս պարագայում միայն երեխաներին մեղադրելը սխալ է համարվում, երբ ժամանակակից աշխարհում հասակակիցների հետ շփումները, նախասիրությունները ձևավորում են սոցցանցերի միջոցով։ Շատ ընտանիքներում, երբ ծնողները փորձում են սահմանափակել հեռախոսի օգտագործումը կամ որպես պատժի միջոց վերցնում են նրանց ձեռքերից, իրական այլընտրանք չեն առաջարկում։ Հեռախոսը խլելը վտանգներից պաշտպանելու արդյունավետ միջոց չէ։ Այսօր ես մերամ շատ հեռախոս կնայեմ, անդադ մտքիս մեջ այդ հեռախոսն է։ Դեռ քիչ կնայեմ աշխատիմքը։ Անկամ որ նայել եմ, շատ եմ նայել, գլուխս ցավացել էր, դեռ աշխատիմքը շատ էլ հեռախոս չնայեմ։ Հեռախոս մի օրը մի ժամ։ Եվ կրթական, եւ շփման, եւ տեղեկատվություն ստանալու նպատակով օրվա մեծ մասը օգտագործում են թվային տեխնոլոգիաներ եւ հատկապես smart հեռախոսները, ինչը կարծում եմ նորմալ է եւ համապատասխանում է ժամանակի փոփոխություններին եւ դա է պատճառը, որ ես կարծում եմ պետք չէ սահմանափակել երիտասարդներին եւ հեռացնել իրենց հեռախոսներից, այլ պիտի գտնենք այլ ընտրանքներ, որոնք կարող են իրենց ներկայությունը այնտեղ ավելի իմաստալից դարձնել, չվնասել իրենց բարեկեցությանը։ Երբ ծնողը ուղակի վերցնում է սմարթֆոնը, չի վերացնում վտանգը։ Արգելված պտուղի քաղցրությունը ճաշակող դեռահասներն ու երիտասարդները սակայն դրական կողմերի մասին ծնողներին ավելի հաճախ են հիշեցնում։ Թվային միջավայրը իհարկե որոշակի ռիսկեր ունի, բայց միաժամանակ կարևոր եւ օգտակար գործիք է սովորելու, գիտելիքներ ձեռք բերելու եւ ինքնազարգանալու համար։ Բայց հեռախոսի մեջ է պլյուսներ կա, օրինակ կարող ենք հեռախոսով տարբեր տեղեկություններ իմանալ։ Օրինակ ես հեռախոսով շատ եմ սիրել նայել գիտական բաներ, օրինակ տարբեր պատմություններ կպատմեն կենդանիների մասին տեղեկություններ։ Ես օրինակ օգտվում եմ Instagram-ից ավելի շատ, ես հետևում եմ այնպիսի էջերին, օրինակ ինձ մոտիվացիոն էջերին, աշխարհի էջերին, փորձում եմ ոչ թե վատը ընտրունակել իրենցից, այլ լավը։ Ես փորձում եմ սարքել իմ ակումբ, այնպես որ երիտասարդները կարան օգտագործել իրենց
խերոհոս, որովհետև ես գիտեմ, որ չեմ կարող ասել, չես կարող օգտագործել ձեր խերոհոս, շատ կապված են իր խերոհոսի հետ։ Սոցաշխատողները, ուսուցիչները, ծնողներն ու հոգեբանները շարունակ փնտրտուքների մեջ են, թե ինչ լուծումներ գտնեն, որոնք կօգնեն նվազեցնել երեխաների եւ դեռահասների կախվածությունը հեռախոսներից։ Ամենաարդյունավետ տարբերակներից են ամառային ճամբարները, ինչպես նաեւ հետաքրքիր գրականության ներկայացումները։ Գրքի ու ընթերցանության մշակույթի ձևավորումը կարող է նկատելի արդյունքներ ապահովել։ Իսկ կմտաբերեք, թե որն է ձեր վերջին կարդացած գիրքը կամ վերջին անգամ երբ եք եղել գրադարանում։ Միգուցե այն ժամանակ, երբ ուսուցիչն է հանձնարարել ամառային արձակուրդներին ինչ-որ բան կարդալ, կամ դա եղել է սեփական նախաձեռնությամբ։ Իրականում այսօր գրքերի թիվ 1 մրցակիցը ոչ թե այլ բովանդակությամբ ու այլ սյուժեով գիրքն է, այլ սա։ Ամեն դեպքում մասնագետները հիշեցնում են, կանոնավոր ընթերցանությունն է զարգացնում մեր բառապաշարը, քննադատական մտածողությունը, նվազեցնում սթրեսը, ինչու՞ չէ նաև այն շատերի համար կարող է դառնալ յուրատեսակ թերապիա։ Միգուցե ժամանակն է փակելու հեռախոսի էկրանն ու բացելու այն գիրքը, որի մասին վաղուց եք մտածում։ Հետաքրքիր միտումներ են արձանագրում Շիրակի մարզային գրադարանում։ Հեռախոսների լայն կիրառմանը զուգահեռ աճել է գրադարան այցելողների թիվը։ Անցած տարի գրադարանն ունեցել է ավելի քան 8000 ընթերցող, իսկ այժմ այդ սահմանը գերազանցել են։ Նոր սերունդը կարդում է, որը մասնագետների համար ոգևորիչ փաստ է։ Այս դժվարին ժամանակներում մենք իսկապես ունենք շատ մեծ ընթերցողների զանգված, ովքեր սիրում են գիրքը եւ գրադարան են գալիս հենց ընթերցելու համար։ Բառապացույցն է դրա, որ գրադարանում ունենք շատ էլեկտրոնային ընթերցիչներ, որոնք ուղղակի դրված են դարակում, երբ որ մենք առաջարկում ենք կարդալ այդ տարբերակով, ընթերցողները հրաժարվում են եւ նախընտրում են սպասել, մինչեւ իրենց ցանկացած գիրքը վերադառնա նորից դարակ եւ իրենք վերցնեն իրական գիրքը եւ թերթեն իրական գրքի թերթերը։ Լինում են, չեն լինում 3 խոզուկ եղբայրներ։ Նրանք ապրում էին անտառի հարևանությամբ։ Որոշ երկրներում օրենքով սահմանափակել էր մինչև 16 տարեկանների մուտքը սոցիալական ցանցեր, բայց մասնագետները համոզված են, որ դա հարցի լուծում չէ եւ խնդիրն այստեղ ընտանիքի սահմանած կանոններն են։ Ի վերջո սոցցանցերը գործիք են, որոնցից օգտվելու ձև է հարկավոր սովորեցնել երեխային։ Օրինակ, ինչպես բռնել գրիչը գրավոր գրելիս, ինչպես օգտագործել դանակ պատարագաղը։ Հասմիկ Թումասյան, Հարություն Չակմիշյան, Հորիզոն։ Բաքվում կայացած հունահռոմեական ոճի իմշամարտի մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնությունից Հայաստանի հավաքականը վերադարձել է 3 մեդալով։ Ինչպես են գնահատում մրցաշարը մարզիկներն ու մարզիչը եւ ինչ մթնոլորտում են անցկացվել մրցումները։ Հուլիսի 25-ից 30-ը Բաքվում անցկացված մինչև 17 տարեկանների իմշամարտի աշխարհի առաջնությանը Հայաստանի հունահռոմեական ոճի հավաքականը մասնակցեց ամբողջական կազմով։ Թեև մինչև մեկնելը քննարկումները շատ էին մասնակցել, թե ոչ հավաքականում վստահ էին, որ պետք է մասնակցեն եւ իրենց ուժերը ցույց տան հենց այնտեղ։ 2015 թվականներից վերջին անգամ Բաքվում կայացել է խաղեր, եվրոպական խաղեր։ Այդ խաղերի ժամանակ ունեցել են մրցանակակիրներ, բայց այսքան ժամանակ Բաքվում ոչ մի սպորտային դելեգացիա չէր գնացել, որոշեցինք մասնակցել, բայց երաշխիքներ էր պետք, որ մեզ, ասենք, Բաքվում լավ նայեն, ուշադիր լինեն մեր նկատմամբ։ 71 կիլոգրամ քաշային կարգում Ջանես Նազարյանը մեկ տարի անց կրկին ապացուցեց իր բարձր կարգը։ Եվրոպայի գործող չեմպիոնը եզրափակչում 4-3 հաշվով առավելության հասավ Ռուսաստանի ներկայացուցիչ Ասլան Զույևի նկատմամբ եւ նվաճեց աշխարհի չեմպիոնի կոչումը 10 ոսկե մեդալներից մեկը բերելով Հայաստան։ Լարվածություն կար, բայց ոչ թե նրանց որ թշնամի երկեր եւ այլն, այլ պատասխանատվության զգացում էր։ Փառք Աստծո, գոտեմարտերից գոհ եմ, մարզիչների լավ աշխատանք ենք տարել, որը սխալներ կային, բայց փառք Աստծո, որ այդ սխալները չազդեցին իմ ընդհանուր արդյունքի վրա։ Հաղթանակից հետո Բաքվի մարզադահլիճում հնչեց Հայաստանի Հանրապետության օրհներգը։ Այդ պահից դահլիճից լսվում էին սուլոցներ եւ բացականչություններ, սակայն ինչպես ասում է Նազարյանը, ինքն այդ ամենին ուշադրություն չի դարձրել։ Նրա համար ամենակարևորը Հայաստանի դրոշը ձեռքին պատվո հարթակում կանգնելն ու սեփական երկիրը ներկայացնելն էր։ Մյուս մարզիկը բրոնզե մեդալակիր Արարատ Ավետիսյանն է, ով ամենադժվար գոտեմարտերից առանձնացնում է Ղազախստանի ներկայացուցչի հետ հանդիպումը։ Ասում է պայքարը հավասար էր, բայց ցանկալի արդյունքին հասնել չհաջողվեց։ Հիմա արդեն նպատակն ավելի մեծ է, ավելի շատ աշխատել, ուղղել սխալներն ու հաջորդ մրցաշարերում ավելի բարձր արդյունք գրանցել։ Ընդհանուր լարվածություն կար, բայց շատ քիչ էր։ Գոհ եմ արդյունքից, որ կարողացա գոնե նվաճել երրորդ մրցանակը տեղը։
բայց կցանկանայի, որ առաջի տեղը գրավեի։ Իսկ մյուս բրոնզե մեդալակրի Գևորգ Հարությունյանի համար սա առաջին աշխարհի առաջնությունն էր։ Գևորգը մրցումների ընթացքում ձեռքի վնասվածք է ստացել, սակայն նրա խոսքով նույնիսկ դա չի խանգարել նրան շարունակել մրցաշարը եւ հաղթել։ Ես շատ տպավորված եմ իմ ադրբեջանցի մարզիկի հետ գոտեմարտից։ Ավելին կարող է, բայց ձեռքիս վնասվածքը, այսպես ասած, շատ բաներ թույլ տվեց էլի, որ կարողանամ մինչև վերջ առաջ գնամ։ Գոհ եմ նաև Կազախստանի ներկայացուցիչից, որ այդ գոտեմարտել եմ, այդ երկու գոտեմարտներն են իմ համար ամենադժվարները։ Ամփոփելով մրցաշարը հավաքականի ավագ մարզիչ Գագիկ Խաչատրյանը նշեց, որ թեև Ադրբեջանը մեդալների ընդհանուր հաշվարկում Հայաստանից ավելի շատ պարգևներ է նվաճել, այնուհանդերձ սեփական հարկի տակ չի կարողացել ոսկե մեդալ նվաճել, ինչը նրա կարծիքով լուրջ հիասթափություն էր իրենց երկրի համար։ Գագիկ Խաչատրյանի խոսքով հավաքականի ամենամեծ ձեռքբերումը ոչ միայն մեդալներն էին, այլև այն, որ Բաքվում բարձրացավ Հայաստանի դրոշը եւ հնչեց Հայաստանի Հանրապետության օրհներգը, ինչը նրա գնահատմամբ մեծ հպարտություն էր ամբողջ թիմի համար։ Միաժամանակ մարզիչը դրական գնահատեց նաեւ մրցավարությունը, ընդգծելով, որ մրցումներն անցկացվել են կանոնակարգին համապատասխան եւ որևէ կանխակալ վերաբերմունք կամ լուրջ խախտում չի արձանագրվել։ Ընդհանուր առմամբ նա հավաքականի ելույթը գնահատում է հաջողված, սակայն վստահեցնում է թիմն ավելի մեծ ներուժ ունի եւ մի շարք գոտեմարտերում հնարավոր էր հասնել նույնիսկ ավելի բարձր արդյունքների։ Էլեն Խուդյան, Սեյրան Հակոբյան, Հորիզոն։ Սա ժամի վերջին տեսանյութներ, առավել ընդգրկուն նորություններին ծանոթացեք մեր հաջորդ թողարկմանը։ Ես ես հրաժեշտ չեմ տալիս, քիչ անց ուղիղ եթերում տեսանկյուն հաղորդաշարն է, տեսանկյան հյուրն է Շիրակի պետական համալսարանի ռեկտոր Երվանդ Սերոբյանը։